Ուկրաինական դրոնների թիրախում այս գիշեր Վալբերիսի Ռիզանի լոգիստիկ կենտրոնն ու նավթավերամշակման գործարանն էր։ Պահեստում բռնկված խոշոր հրդեհից հետո շենքի մի մասը փլուզվել է։ Ռուսական կողմի տվյալներով 6 մարդ է հոսպիտալացվել։ Վալբերիսի պահեստներին ուղված այս հարվածներից նաև հայ գործարարներն են տուժում։ Այս հարթակի հետ աշխատող շուրջ 10,000 հայաստանցի ձեռներեցներից շատերի ապրանքները մնացել են վնասված լոգիստիկ կենտրոններում։ Կորցրել են 6 միլիոն դրամի ապրանք, ընդհանրապես ապրանք չունեմ, այսինքն ինչ եղել է էլեկտրոստալում վառվել է, մինչև վերջին հատը կորցրել ենք։ Էլեկտրոստալի պահեստում վնասես մի քանի միլիոն դրամ է կազմում։ 2,700,000 դրամի մասին է խոսքը գնում, կոնկրետ իմ մասով։ Ուկրաինան հուլիսի 18-ից է ԱԹՍ-ներով հարվածում Վալբերիսի լոգիստիկ ենթակառուցվածքներին։ Վերջին 11 օրվա ընթացքում ուկրաինական անօդաչուների հարվածների տակ են հայտնվել ընկերության առնվազն 10 պահեստ եւ լոգիստիկ կենտրոն։ Առաջին խոշոր հարձակման հետևանքով զոհվել էր 8 մարդ, ավելի քան 80-ը վիրավորվել։ Այս հարվածներից առաջ Վալբերիսը ընկերության հետ համագործակցող ձեռներեցների հետ պայմանագրերում ավելացրել էր կետ, ըստ որի պատերազմի հետևանքով վնասված կամ ոչնչացված ապրանքների համար փոխհատուցում չի տրամադրվի, քանի որ դրանք համարվում են ֆորս-մաժորային դեպքեր։ Այս հայտարարությունից շաբաթներ անց ռմբակոծվել է էլեկտրոստալի պահեստը։ Ու չնայած պայմանագրերում արված փոփոխությունների, ընկերության հիմնադիր Տատյանա Կիմը հայտարարել է, որ ֆինանսական աջակցություն է տրամադրվել ավելի քան 88,000 փոքր վաճառողի։ Վալբերիսում շուրջ 4 տարի տարբեր ապրանքներ վաճառող եւ այլ տնտեսվարողների աջակցող Իզաուրա Հայրապետյանն Ազատությանն ասաց, այդ աջակցությունից նաեւ հայաստանցի վաճառողներին է բաժին հասել, բայց չնչին տոկոսներ։ Խանութներ ունեն, որ այդ խանութը կորցրել է 400 կտոր ապրանք, ինքը փոխհատուցել է այդ խանութի համար 50,000 դրամ։ Այդ 400 կտոր ապրանքի ինքնարժեքի դաժե 10%-ը չի կազմում։ Դաժե հիմա այն վաճառողները, ովքեր ունեն այլ պահեստներում ապրանքներ, մենք հետ վերադարձ չեն կարողանում անել։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, թե Վալբերիսի լոգիստիկ կենտրոնները թիրախավորվել են, որովհետև ըստ Կիևի դրանք օգտագործվել են նաև Ռուսաստանի ռազմական մատակարարումների համար։ Վալբերիսը հերքել էր այս պնդումները, նշելով, որ իրենց պահեստները քաղաքացիական նշանակության օբյեկտներ են եւ աշխատում են բացառապես առևտրային նպատակներով։ Ռուսաստանի ամենախոշոր մարքեթփլեյսի աշխատանքի խաթարումն ազդում է ոչ միայն վաճառողների, այլև մի ամբողջ շղթայի վրա։ Տարոն Պապիկյանի հիմնած ընկերությունը, որ մարդկանց սովորեցնում է նաև այս հարթակում ապրանք վաճառելու հմտություններ, թվում է, թե որոնք են տուժող մյուս օղակները։ Բեռնափոխադրողները, ովքեր վաճառողների ապրանքները Հայաստանից կամ Չինաստանից ներմուծում են դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Երկրորդ հերթին գործունեություն են ծավալում բայերները, ովքեր արդեն սելլերների համար, վաճառողների համար կատարում են ապրանքի փնտրում եւ գնում Չինաստանում։ Երրորդ կատեգորիան դա fulfillment պահեստներն է, ընկերություններ, ովքեր մինչև ապրանքի պահեստավորումը Վալբերիսում կազմակերպում են տվյալ ապրանքի փաթեթավորումը, պիտակների փակցնումը եւ մատակարարումը արդեն դեպի Վալբերիսի պահեստներ։ Եվ արդեն վերջին օղակը էս էկոհամակարգում բնականաբար վաճառողներն են։ Ռուսական եւ միջազգային լրատվամիջոցները գրում են Վալբերիսի մի շարք պահեստների փակման պատճառով կարող են խնդիրներ առաջանալ ապրանքների մատակարարման հետ, որոշ պատվերներ կարող են ուշանալ, իսկ որոշ ապրանքների վաճառքը ժամանակավորապես դադարեցվի։ Օրինակ Ռիզանի պահեստը ժամանակավորապես նոր մատակարարումներ չի ընդունում, իսկ այնտեղ պահվող ապրանքները հանվել են վաճառքից։ Ընկերությունը նոր պահեստներ է փնտրում Ղազախստանում, իսկ վաճառողներին առաջարկել է ապրանքները տեղափոխել ռուսական այլ պահեստներ, մինչև ավարտվի պահեստային մնացորդների վերականգնումն ու հաշվառումը։ Վալբերիսը գործում է բացառապես սելլերի աշխատանքի արդյունքում, եւ եթե ինքը այս իրավիճակում չկարողանա առնվազն մեղմել սելլերի կրած վնասները եւ չկարողանա վերականգնել սելլերի վստահությունը իր հանդեպ, ինքը արդեն որպես բիզնես ունենալու է խնդիր։ Վալբերիսի հարթակում վաճառք իրականացնող հայ տնտեսվարողներից մի քանիսը Հայաստանի կառավարության աջակցությունն են խնդրում ժամանակավորապես ազատել հարկերից։ Ոմանք էլ հակադարձում են, սա բիզնեսի ռիսկն է, Հայաստանի կառավարությունն ինչով պետք է օգնի։
գոնե մեր այս հարկատեսակները նենց անեն, որ այս հարկատեսակներից մենք ազատվենք, որովհետև մենք պետությանը վճարում ենք հարկ, վերջին երամսյակային հարկս եղել է 125,000 դրամի չափով, այնտեղ մենք վճարում ենք ամսական ածեի համար, վճարում ենք զինվորի գումար, այսպա ածն էլ չենք կարող կասեցնել, ելնելով այն պայմանից, որ մենք սպասում ենք փոխհատուցման, արդյոք կփոխհատուցեն թե չէ, որովհետև եթե հիմա մենք կասեցնենք մեր գործունեությունը որպես անհաձեռնարկատեր, այդ գումարներից էլ մենք կզրկվենք։ Եթե մենք մուտք ենք գործում այս շուկա, մենք մուտք ենք գործում այս հարթակ, մուտք ենք գործում համ հնարավորություններից օգտվելու համար, համ էլ պետքա գիտակցենք, որ այդ հնարավորությունները առանց ռիսկեր չեն տրամադրվում։ Սա է բիզնեսի օրենքը, բայց հայկական e-commerce-ի մոտ 70-80%-ը բաժին անկնում հենց ռուսական Wildberries-ին։ Եվ փաստացի մի անգամից ինքը հայտնվում է ճգնաժամային վիճակում։ Այս կտրվածքով ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ թե ունի ուղիղ պարտավորություն վաճառողներին օգնելու, այլ ոլորտին աջակցելը այս պահին խիստ կգնահատվի։ Էկոնոմիկայի նախարարությունից ասացին, կապի մեջ են հայաստանցի տնտեսվարողների եւ Wildberries-ի գործընկերների հետ, վնասի չափերը ճշգրտվում են։